հումորը Նիկոլ Փաշինյանին է հատուկ։ Տես ինչ է ասել։ Ասել է ես էլ եմ հայոյասխոսությամբ զբաղվել։ Դրա համար էլ Կիրակի օրերին խորանի առաջ ծնկի եմ գալիս, թողություն եմ խնդրում։ Մենակ դրա համար է թողություն խնդրում։ Այդ հայոյախոսության համար ուրիշ մեղքեր չունի։ Լսի, իրան թվում է, թե հիմա միջնադար է։ Ու ինքն էլ բանը կարա գնա ու եկեղեցուց բան վերցնի։ Ինդուլգենցիա վերցնի իր կատարած բոլոր մեղքերի համար։ Ընդ որում, ասենք, շաբաթվա 6 օրը 7 օրը մեղք գործի եւ Կիրակի օրը լուրջ խնդրի։ Գնա մի կես ժամով ասենք մեղքերին թողություն ստանա, ասի всё, արդեն այն նախորդ շաբաթվա մեղքերին թողություն եմ ստացել, կարամ գնամ նոր մեղքեր գործեմ։ Լսի, ես օրինակ, որպես քրիստոնյա մարդ, երբ որ ասենք ինքը ասում է բան, չէ, մեղքերին թողություն։ Լսի, ես մեղք հասկացությունը գիտես ոնց եմ պատկերացնում։ Հապա։ Ասենք, երբ որ մարդը պահի ազդեցության տակ կամ չգիտակցված ինչ որ իմաստով ինչ որ սխալ արարք է կատարում։ Ասենք օրինակ, Զառա ջան, հիմի օրինակ իմ վրա վերցնենք։ Ասենք ինչ որ մեկը հարձակվում է իմ տան վրա, իմ երեխայի վրա, ես այդ պահի ազդեցության տակ, ասենք զենք հալնում ձեռքս կամ ինչ որ բան, այդ մարդուն խփում եմ, սպանում եմ, չէ՞։ Բայց դա մեղք է, դա անհրաժեշտ պաշտպանություն է։ Լսի, բայց ես մարդ եմ սպանել։ Ես ճիշտ է, տես դու ասում ես անհրաժեշտ պաշտպանություն, չէ՞։ Բայց ես, երբ որ մնամ ինքս իմ մեջ, չէ՞, կամ ասենք մեքենա եմ վարել, ենթադրենք ինչ որ մեկին հարվածել եմ, ինքը վիրավորվել է։ Դա տեղի է ունեցել ոչ թե գիտակցված, ոչ թե հատուկ ես տնից դուրս եմ եկել, մտածել եմ գնամ մեքենայով մեկին գցեմ։ Իմ կյանքում իդեպ այդպես բան չի եղել։ Ես մեքենա վարում եմ 20 տարի է, երբեք հա, չեմ ուզում ասեմ, բայց ես միշտ որ մտածել եմ մեղքը էլի դա այն չի որ մարդը անպայման սենց ինչ որ գիտակցված հանցանք գործի ու հետո ասի ախպե դե հիմա այսինքն եթե դիտավորություն կա արարքի մեջ, դա էլ մեղք Լսի, դա ինչ որ տեղ, դա հանցագործություն է արդեն հանցագործություն է, ես մեղքը հասկանում եմ այն բանը, որը դու որը քո հոգու առաջ ես մեղանչում, ոչ թե իրավական բաներում, կատեգորիաներում, ոչ թե պետության, չգիտեմ, իրավունքի առաջ, քո հոգու առաջ ինչ-որ մի բան, միտեղ սուտ ես ասում, միտեղ, չգիտեմ, մանիպուլացնում ես, բայց անկախ քո կամքից, վնաս չես տալիս, չէ, նույնիսկ եթե վնաս ես տալի, դա տենց չի, որ գիտակցված դու էությամբ հանցագործ ես, քո տեսակով հանցագործ մարդ ես, գնացել ես մի հատ հանցագործություն ես կատարել ու մտածում ես դե հիմի քանի որ կա բան եկեղեցի կամ մեղքի թողության ինստիտուտ գնամ այդ մեղքը բան անեմ ու հետո դու շատ լավ ասեցիր որ ասում ես բանը մեղքը քո մեջ դու քո մեղքը գիտակցելով դրա ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման ասես գնամ հրապարակային սաղին ցուցադրական գնամ մեղքերի թողություն ստանամ այդ վաղը մյուս օրը նորից մեղքեր գործեմ Եթե այտենց ոնց կլինի ախպեր։ Ինձ թվում է այդ մեղքերի թողության մեխանիզմն էլ իր դեպքում մի քիչ ուրիշ պետք է գործի։ Չէ, եթե պատարագի կարգը փոխվում է իր ներկայությամբ, պետք է մեղքերի մեղանչելու գործընթացն էլ փոխվի։ Կարող է իր համար կարճ ինչ որ բան տարբերակ հորինեն այս 10 դավաճան սրբազանները։ Ինչ կարծիք ես։ Նայ, հիմա ֆորմատ կլինի էլի։ Նայ, հիմա մարդը երբ որ մեղք է գործել, չէ, հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը անմեղ մարդկանց մենակ Նարեկի ու Վազգենի մասին չի խոսքը, բայց նաև իրանց մասին է խոսքը։ Այսօր ասում են 60 մարդ, չէ, 60 մարդ կալանավորված է անմեղ տեղը։ Մենակ այն պատճառով որ իր Սրբազան պայքարի մասնակիցներն են կալանավորված Գյումրում է տեղի ունեցած քաղաքապետի ու իր աջակիցներն են 30 հոգին, որոնց ոնց որ թե անուններն էլ տենց շատ հստակ չեն։ Մեր ձևով շարժման ղեկավար Սամվել Կարապետյանն է, որը ընդամենը մի նախադասության համար է կալանավորված։ Մի խոսքով այս ցանկը այնքան երկար է, որ բոլորի անունները չենք էլ կարող։ Հիմա իբր թե ինքը ասում է ես իմ մեղքերը հասկանում եմ, գիտակցում եմ իմ մեղքերը։ Բայց այս մարդկանց բաց չի թողում։ Բայց այդ մարդկանց բաց չի թողում ու նորանոր մարդիկ է կալանավորում ու սպառնում մենակ ու կալանավորելը չի մյուսներին էլ սպառնում է չէ ասում ձեզ խելոք չպահեք դուք էլ կհայտնվեք այն առաջինների կարգավիճակում քրիստոնեության ամենամեծ մեղքերից մեկը սուտ խոսելն է այդ մարդը սուտ ծնվել է սուտ ապրում է սուտ շարունակում է գործունեություն իրականացնել ուզում էիր ասել սուտ մեռնելու Չէ, դե ուզում էի ոնց մեռնի ապա թող ուզում եք ասել իսկականից մեռնի
սուտ մերուկ դնի, հա, Չգիտեմ։ որ ժողովուրդը տենա քանի մարդ է ուրախանում։ Այսօր ինչ այլոստես մի հատ գրառում կար, որ ինչ էր Տեր Ռուբենին էր ուղղված, որ ոչինչ որ պատարագը չի տեղի ունենալու, գիտես չէ, հաջորդ շաբաթն դեկտեմբերի 7-ն է, նախ երկրաշարժի օրն է, երկրորդը Շիրակի մարզա ուզում գնա, բայց այնտեղ ոչ մի քահանա չի համաձայնվել այդ զեղչված կարգով անի պատարագը։ Այսինքն այնտեղ ոչ մի եկեղեցի չի պղծվի։ Հա, էլի։ Դա կարող է պղծվի իր ներկայությամբ, բայց գոնե պատարագի կարգի փոփոխությամբ չի պղծվի։ Ամերիկերի թողությունը ոնց է լինելու։ Չգիտեմ, էդ էի ասում, կարող է ուրիշ սխեմա մտածեն, չգիտեմ, եկեղեցու բակում կամ այլ հա։ Իսկ չի լինի իր սենյակում մի հատ բան սարքի, ասենք կլինի, չէ՞ որ մարդիկ իրանց տանը սրբիանկյուն են սարքում։ Հա, սրբիանկյուն կամ ասենք կառավարության բակում ու ասենք սենց Այնտեղ լավ էլ մեծ տարածք է միջալը։ ամեն առավոտ այդ նախարարները բաները վարչապետ, փոխվարչապետ բոլորը կմտնեն մեղքերի թողություն կստանան։ Այն իրանց այն կարգալուց այն առաջին կարգալուց բանը Ստեփանը։ Հա, Ասատրյան, հա։ Ստեփան Ասատրյանն էլ թող լինի իրանց մեղքերի թողության բանը քահանան։ Համաձայն ես, լավ մեխանիզմ է։ Եկարա Նիկոլ Փաշինյանը բան էլ բաժանի, բիզնես դնի։ Դե լավ, չի կարա բիզնես դնի։ Ինչի բիզնես, որ թող Որովհետև 63 տարեկան էլ չի լարացել։ Համբերի, դրա մասին հետո կխոսենք։